Կազմակերպությամբ հոհիթա Սողոմոն Թելիրյան Կոմիտեյության Հայաստանի անկախության 108-ամյակին նվիրված փառատոնը տեղի ունեցավ մայիս 30-ին։ Հաղթանակի դողանցքը սկսավ 211 Consumers Road-ի նոր քննված կառույցեն, ապա թռոշակի արարողությունը տեղի ունեցավ Հայգետրոնի մուտքին, որուն հաջորդեց խրախճանքը մասնակցությամբ հայրենի երգիչ Քոհար Հովանիսյանի Հայգետրոնի փագին մեջ։ Թիդենք մասեր սույն երեգոյեն։ Հոհիթա Սողոմոն Թելիրյան Կոմիտեյության անունով ողջույն ցեզ սիրելի հայեր։ 600 տարվա զրկանք եւ դարաբանք ետք 1918 մայիսին հուսալքված հայ ժողովուրդը գրգին համախմբելով ու ոգևորելով Արամ Մանուկյան գրգին ոտքի գահանե հայության բոլոր փեգորները եւ Փաշ Աբարանի Ղարաքիլիսեի եւ Սարդարաբադի հերոսամարտերու հաղթանակներով հայ ժողովուրդը աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն պետություն։ Ինչպես անգեր Սարգիս Զեյցելյանը ասավ, մայիս 28 դոնել կնշանակե փրկել մեր հոգին եւ կամքը, կնշանակե ոչ ասել աշխարհի բոլոր բարիքներուն, որովհետեւ ոչ մեկ բարիք կփոխարինե բարիքներու քերակույնը, որ հայրենիքն է, որովհետև ոչ մեկ ազատություն կրնա փոխարինել այն ազատությունը, որ ազգային հայի ազատությունն է։ Փացման խոսքեն ետք 211 Consumers Road-ի համայնքից նոր կառույցի շրջափակեն հոմենետմենի փողերախումբին առաջնորդությամբ միություններու, հայորդիներու, քեմականներու եւ պատանիներու, հոմենետմենի սկաուտներու, համագիրներու եւ ծնողներու խուրներան բազմությամբ սկիզբ արավ հաղթանակի դողանցքը թեպի Հայգետրոն։
Այսօր մեզի շատ կխոսի մայիս 28-ը, բայց ագանչդալ պետք է այդ ցայնին եւ հավատալ անոր։ Այն ադեն, երբ շատեր կմտածեին, թե ամեն բան ավարտած է, միավորված հայությունը այլ կերպ վրջրեց եւ անգարելին գարելի դարձուց, որովհետեւ հավաքական նվիրումով հոգեվորականին ու աշխարհականին երիտասարդին ու դարեցին այր մարդուն եւ հայ տիկնոջ ցույց տվավ, որ կոյադևելու գամքը կհաղթե մահվան մշակույթին։ Հայ ժողովուրդի պատմության մեջ դժվար է տեսնել եկեղեցին ու հոգևորականին բացակայությունը։ Նույնպես հայ եկեղեցվո պատմության մեջ մեր ժողովրդին ներկայությունը։ Անոր համար հոգևոր է մեր քաղաքական պատմությունը, անոր համար ազգային է մեր եկեղեցին։ Եթե հայ եկեղեցին չբահեր ազգը 6 թար շարունակ, մայիս 28-ը պիտի չկար։ Եթե մեր վանքերը չբահեին լեզուն, լեզվին հետ զենքը եւ ֆեդային, մայիս 28-ը պիտի չկար։ Նույնքան ալիրավ է, որ եթե մեր ժողովուրդը իքին ամեն բանի չբահեր եկեղեցին, մայիս 28-ն պիտի չկար։ 1918 մայիս 28-ին բոլորը մեկ հարց ունեին. ինչպես բրգենք Հայաստանը։ Եվ այսօր նույն հարցը անհրաժեշտություն դարձած է եւ մենք հնելիք ունենք։ Մեր զավակներուն հայերեն սորվեցնելով, մեր պատմությունը ջանչնալով ու ջանցնելով, մեր եկեղեցին սիրելով, հբարդանալ ինքնությամբ, արժեքներն ու սրբազան խորհրդանիշները դեղի չդալով եւ մանավանդ չհուսահատելով, որովհետեւ պետք է վստահիլ մեր ժողովրդի ուժին, որ դակավին իր վերջին խոսքը չէ ասած թշնամիին, այդ խոսքը պիտի լա հաղթական խոսք, իսկ մենք գանք, պիտի մնանք եւ դեր շատանանք, հարկ, բադիվ եւ աղոտք, Սարդարավադի, Փաշաբարանի եւ Ղարաքիլիսի մեր հերոսներուն այժմ եւ հավիտյան։ Շնորհակալություն։ Հայ հրապարակական դաշնակցության Սողոմոն Տեյլիրյան Գոմիդեի անունով կշնորհեմ բոլորիդ մայիս 28-ը։ Այսօր մենք բոլորս դողանցեցինք մեր նոր դպրոցի շենքի թիմացեն եւ քայլեցինք լեցուն հույսով, հավատքով եւ վճռականությամբ։ Այդ շենքը միայն աղուս ու քար չէ, ան մեր հավաքական կամքի մարմնացումն է, մեր ինքնության ամրոցը եւ մեր ապակայի խոստումը։ Այսօրվան մեր հավաքի նշանապանն է հանուն ինքնության եւ պետականության եւ այն գմամնավոր է այն ճշմարտությունը, որ այս երկուքը անբաժանելի են։ Առանց ինքնության պետականությունը կդառնա դատարկ կառույց, առանց պետականության ինքնությունը կմնա անպաշտպան։ 108 տարի անց մենք բարդավոր ենք հարց տալ, արդյոք մեր պետականությունը այսօր կղեկավարվի այն ազգային ոգիով, որ ծնունդ տվավ հանրապետության։ Արդյոք մեր ղեկավարությունը կներշնչվի ազգային արժանապատվությամբ, թե կհեռանա այն սկզբունքներն, որոնց համար զոհվեցան մեր հերոսները։ Մենք չենք կնար անդարբեր մնալ, երբ ազգային հպարտությունը կփոխարինվի բարդավողանությամբ, երբ պետական մտածողությունը կփոխարինվի գարջադես հաշիվներով, երբ ազգային իղձերը կներկայացվին իբր փեր եւ ոչ իբր ժառանգություն։ Ուստի քալիք ընտրությունները պիտի պահանջեն ոչ միայն քաղաքական դատողություն, այլ ազգային խիղճ։ Անոնք պիտի պահանջեն, որ հայ ժողովուրդը որոշե, թե որ Հայաստանը կուզե։ Հայաստանը, որ հբարդ է իր ինքնությամբ, վստահ է իր ուժերուն եւ հավատարիմ իր ազգային առաքելության, թե Հայաստանը, որ աստիճանաբար կհեռանա իր պատմական գոչումեն։ Մենք Մանուկյանի, Աղբալյանի, Քաչազունի եւ Թրոյի ժողովուրդն ենք։ Եվ երբ այսօր մենք դողանցեցինք մեր դպրոցի շենքին թիմացեն, այդ քայլով մենք նորոգեցինք մեր ուխտը, ուխտ պահպանելու մեր ինքնությունը, ուխտ ամրապնդելու մեր համայնքը, ուխտ ծառայելու մեր ազգը, ուխտ չմոռնալու Արարատն ու Արցախը եւ ուխտ պաշտպանելու մեր պետականությունը։ Թող այս եկեղեցին, այս կետրոնն ու դպրոցը դառնան հավատքի, գիտության եւ ազգային ոգի օջախներ։ Թող այս սերունդը
արժանի ժառանգորդ դառնա մեր նախնիկներու եւ շարունակե բարձր պահել փոխանցված ճահը։ Գեցե մեր ժողովրդի աննգուն գամքը, գեցե մեր պետականությունը եւ հավերժ գեցե հայ ազգը։ Շնորհակալություն։